ինչ է կատարվում մեր շուրջը։ Բարձրախոսի վրա power է գրած, արդեն պրոֆեսիոնալս ուժնա։ Սա Ուլվի Հասանլինա, ով Աբզաս մեդիայի տնօրենն էր, ադրբեջանական, դատապարտվել է 9 տարի ազատազրկման։ Սա Սևինչ Վագիվ Գզնա, ով Աբզաս մեդիայի գլխավոր խմբագիրն էր, դատապարտվել է 9 տարի ազատազրկման։ Սա Հաֆիզ Բաբալինա, քննող լրագրող, դատապարտվել է 9 տարի ազատազրկման։ 2025 թվին անցած տարի են դատապարտվել։ Սա Ֆարիդ Մեհրալիզադենա, Ազատություն ռադիոկայանի լրագրողը, Ազատությունից մարդկա, դատապարտվել է 9 տարի ազատազրկման։ Սա Էլնարա Գասիմովանա, Գասիմով, 8 տարի ազատազրկման է դատապարտվել, Աբզաս մեդիայի։ Սա Նարգիս Աբսալամովանա, Աբզաս մեդիայի լրագրող, 8 տարի ազատազրկման։ Կեկալովնա էլի Աբզաս մեդիայից փոխտնօրենն է 7.5 տարի, 7 տարի 6 ամիս ազատազրկում։ Սա քերից մեկն է Բահրուս Սամադովը, ով քաղաքագետ է, խաղաղության ակտիվիստ, նա հայ-ադրբեջանական խաղաղության համար է միշտ հանդես եկել, խաղաղ ապրեն հայերն ու ադրբեջանցիները, նրան դատապարտել են 15 տարվա ազատազրկման։ Սա Նովրուզալի Մամադովնա, նոր դեպք չի, 2009 թվականի դեպք է, լեզվաբան, բանասիրական գիտություն գնացու, Թալիշների առաջնորդ, 2009 թվականին սպանել են ադրբեջանական բանտում, Ալիևի ռեժիմ։ Ֆահրադին Աբոզոդանա, նույնպես գիտնական, Թալիշների առաջնորդ, սպանել են Ադրբեջանի բանտում 2020 թվականին, նոյեմբերի 9-ին։ Ադրբեջանի քաղաքբանտարկյալների թիվը ըստ Մարդու իրավունքների ինստիտուտի ռեկորդային է 375 հոգի, նրանց մեջ իրավապաշտպաններ, ակտիվիստներ, քաղաքագետներ, գիտնականներ, լրագրողներ ու կրոնի հարցերով բազմաթիվ դատապարտվածներ։ Ինչի համար է սա կարևոր մեր քաղաքբանտարկյալների հարցերում։ Ուրեմն այս տարի մայիսի սկզբին, մայիսի 2-ից 3-ը Եվրոմիության արտաքին հարցերի ղեկավար Մայա Կալասի այցի ժամանակ եւ 1 ամիս առաջ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի այցի ժամանակ Եվրոպայի խորհուրդը թեև կոչ էր արել, որպեսզի խոսեին քաղաքբանտարկյալների թեմայով, բայց այդ երկու պաշտոնյաներն էլ Եվրոմիության գնացել էին եւ որևէ բառ չէին ասել դե պարզա, ոչ մեր Բաքվի պատանների, ոչ էլ Ադրբեջանում պահվող աննախադեպ այս քանակի քաղաքբանտարկյալների մասին։ Այսինքն այնպես չի, որ Եվրոմիությունը մենակ մեր հարցում է ջոգողություն դնում է նաև Ադրբեջանի հարցում, բայց ինչու։ Բոլոր այս ներկայացուցիչներն էլ ողջևորել են եւ ողջունել են խաղաղության գործընթացը։ Փաստորեն, թե Ադրբեջանի քաղաքբանտարկյալները, որոնց մեջ նաև կան ազգային փոքրամասնություններ, ու կրոնական, եւ Հայաստանի քաղաքբանտարկյալները ստորադասվում են այս գործընթացի աշխարհաքաղաքական գործընթացի առաջ եւ ստորադասվում է մարդու իրավունքների գերակայությունը եւ փաստացի դուրս է գալիս, որ թե մեր, թե Ադրբեջանի այս քաղաքբանտարկյալները նրանք
խաղաղության բանտարկյալներ են։ Ու սրանից հետևում է, որ ճակատը այս ռեժիմների, Ալիևյան եւ Նիկոլական ռեժիմի ընդհանուր է ու ընդհանուր այս բռնապետական համակարգի դեմ է։ Սա ես ներկայացնում եմ նրա համար, որովհետեւ այս մեր հանձնաժողովի մեջ նաեւ ճյուղ է լինելու զբաղվելու հենց այս հարցերով, հատկապես թալիշների հարցերով, որոնց ոչ միայն ազատությունն են սահմանափակվում, այլ նաև այնտեղ մշակութային, կրոնի, կրթության հարցերն են սահմանափակվում եւ այս իմաստով նաև Հայաստանը փաստորեն եւ Հայաստանի քաղաքացիները դեր ունեն ստանձնելու մարդու իրավունքների գերակայությունը կրկին ապահովելու եւ փրկելու Եվրոպան իր իսկ որդեգրած արժեքների աղճատումից։ Շնորհակալություն, այսքան։ Շնորհակալություն պարոն Իշխանյան, ես հիմա